ոնց կարելի է ստարտափ ֆեյլ անել ու դրանից հետո չհանձնվել ու նորը սկսել։ Ինչ ասես, տեսել եմ UK-ում կոնֆլիկտների պատճառով սկսած նույնիսկ միջև իրար ինչ որ հետապնդել, մեկը փախնի Չինաստան։ Իսկ եթե 2 համահիմնադիր է ու 3 համահիմնադիր է, ստեղ ինչ որ տարբերություններ կա։ 10-15-20 հոգանոց թիմ ես ունենում, շատ ես ռեյզանում։ Ոնց որ թվում է թե պետք է անդադ բիլդ անես։ Մենք այդ թրափի մեջ ենք ընկել։ Այս մեզ զգացողություն, դա ինչ որ էմոցիոնալ բան պետք է լինի, որ ինչ որ մետրիկաներ կա, ինչ որ պրոգրեսի աստիճան կա, որ դրանցով կարելի է ինքդ քո մտքերը, այդ զգացողությունները վալիդացնել։ Եթե անկեղծ իմ կարծիքով ամենաիդեալական founding team size-ը 2-ն է։ Հակոստների հետ ինչ եք անելու։ Չէ, մի հատն է, ես մի հատիկ ունեմ։ Բարև ձեզ, դուք հիմա լսում կամ դիտում եք Բաց Podcast-ի 10-րդ թողարկումը եւ ես նրա վարողն եմ Արթուր Թադևոսյանը։ Շարունակում ենք զրուցել IT ստարտափերի մասին եւ այսօրվա իմ հյուրն է ստարտափի հիմնադիր Ֆելիքս Ղազարյանը, ով կրթություն է ստացել Լոնդոնի համալսարանական քոլեջում UCL-ում, որը հանդիսանում է աշխարհի լավագույն 10 համալսարաններից մեկը։ Ֆելիքսը հասրել է 2 ստարտափ համահիմնադրել, որոնցից մեկում ստացել է ավելի քան $1.5 միլիոն ներդրում։ Հիմա նա հիմնադրել է Lesson22 ընկերությունը, որը AI-ի միջոցով տեքստից վիդեո փոխարկման տեխնոլոգիա է։ Ֆելիքս ջան, ողջույն, բարի գալուս Բաց Podcast, ոնց ես։ Շնորհակալ եմ Արթուր ջան, շատ լավ։ Որ այս հաղորդման թողարկման պահին շփոթություն չառաջանա, գիտեմ, որ անվանափոխություն եք պլանավորում։ Ինչա դառնալու Lesson22-ն։ Սիմվոլ է դառնալու, անվանափոխություն ենք անում ու հիմա մեծ ռիլիզ ունենք։ Արի խոսենք քո ստարտափ սկսելու մասին։ Դու համալսարանը ավարտելուց անմիջապես հետո սկսել ես ստարտափ անել ու տեխնիկական մաթեմատիկական կրթություն ունենալով չես մտածել գնաս Google-ում օրինակ աշխատես, այլ ստարտափ սկսել։ Ոնց է այս որոշումը կայացվել։ Իրականում հենց համալսարանի տարիներին ոնց որ տես լիքը պրոյեկտներ ենք անում, այնտեղ դե Լոնդոնում հնարավորություններ շատ են, մարդիկ շատ են ու ոնց որ լիքը իդեաներ կան ու առաջի բանը որ փորձեցինք էդի մաթեմի ինչ որ application էր ընկերոջս հետ իրական Հայաստանում էր ընկերս ես ընտեղ էի ինքը ծրագրավորող էր ու տան սկսեցինք մի հատ ինչ որ շատ shitty application launch արեցինք մենակ Android-ի համար ես երևի տենց երկրորդ կուրս էի կամ առաջի ու տենց ինչ որ immediate traction ունեցանք մի 25000 download եւ այլն ու շատ արագ երևի մի 2-3 ամսում տենց շատ excited դառանք այն ժամանակ շատ ավելի հեշտ էր էլի իմանալ Android-ում traction ունենալ տենց ճիշտ retention-ը շատ վատ էր այն ժամանակ շատ քիչ բան ենք հասկանում առանձնապես չգիտենք ինչ է նշանակում եւ այլն բայց հա շատ excited դառանք սկսեցինք ինչ որ ուրիշ բաներ փորձարկել ու տենց ծանոթացա ինչ որ ստարտափերի հետ էլի ու տենց հիմնական ուսանողական կամ տենց recent grad founded ստարտափերի founder-ների հետ ու ներգրավեցի ինչ որ համալսարանական incubator եւ այլն ու տենց ստեյց սկսեց journey-ն ոնց որ առաջի հենց ավարտելուց հետո մի անգամից founder արեցի Umat-ը 2 co-founder-ների հետ ու տեղից սկսվեց Այսինքն չես էլ դիտարկել մեծ ընկերությունում գնալ աշխատելը ու հետարքիր է, որովհետև միշտ, չգիտեմ, օրինակ UCL-ը ոնց է ինքը բրենդ ու տեղի շրջանավարտ լինելը արդեն որոշակի նկարագիր է մարդու համար, նույնիսկ նաև, չգիտեմ, մեծ ֆիրմայում աշխատելը, ոնց է որ քո համար այդ ուղղությունը ընդհանրապես հետարքիր չի եղել։ Ոնց հասկացա, քանի որ նաև ուսանողական սկզբի տարիներից ես այդ թեմայի մեջ լի, չես էլ դիտարկել մեծ ընկերություն գնալ աշխատելը։ Չեմ կարող ասեմ ոնց ա եղել, եթե հետ գնանք, երևի կգնայիք աշխատեի։ Այսինքն ես չի մտածում ճիշտ եմ էլի, ճիշտ decision-ներ, որովհետև շատ բարդ էր, ասենք լրիվ անփորձ բան, տենց շատ քիչ բան ես հասկանում ու մի անգամից համասանից հետո ընդեղ էլ
ընդհանրապես UK system-ը ու առհասարակ հիմնական US-ում, Europe-ում ենթադրում եմ շատ նման է standardized path կա կոնկրետ UK-ում արդեն դպրոցից high school-ից սկսած մարդկանց ոնց որ ուսանողների ահագին մասը արդեն գիտի համալսարանում կոնկրետ որ տարում ինչ internship անցնելու դրան պատրաստվում է գիտի internship-երի հերթականությունը գիտի որտեղ ուզում ընդունվի ոնց որ ու գիտի դրանից հետո ինչ անելու այսինքն տենց շատ standardized դա հիմնականում banking մեր կոնկրետ մաթեմի ուսանողները հիմնական banking career ունեին ու high school-ից սկսած այտենց մեծ big dream-էր հիշում եմ մեր հենց կուրսում էլ չգիտեմ ինչ որ մանավանդ մի քիչ աղքատ ընտանիքներից եւ այլն տենց շատ մեծ big dream-էր ասում էին ասենք իմ քերին բանկիրա 3 սենյականոց 3 հարկանի տուն ունի թենիս ունի տան մեջ ու տենց ինքն էլ էր երազում դրանով զբաղվեր ու ուզում էր համասան internship-ը անցներ գնար բանկ այդից career վերցներ ու տենց աճեր ու դա ոնց որ դրանից կտրվելը շատ բարդ էր որտեվ լիքը challenge-ներ կան սկսած ապրելուց մինչև ընդհանրապես navigate անելուց որտեղ չգիտես ուր մտնես ոնց ունես չի մարդ ես ճանաչում բացի ուսանողական գրուպերից բայց այդտեղ մենք incubator ունեինք համալսարանում ու իրանք շատ supportive էին ու ես ոնց որ ներգրավեցի այդ incubator-ում այնտեղ ահագին start-up-եր կային ու ահագին շատ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա մեծ dream-երով, մեծ vision-երով ու երևի այդ դրա պատճառով ոնց որ ես տենց մի քիչ ավելի ապահով զգացի ու այդ vision-երով է սա կողքից տենց լիքը հետաքրքիր մարդ, լիքը թույն բան անում, տենց ինչ որ շատ ինչ որ active վիճակ էր ու տեղից երևի այդ բանը եկավ էլի courage-ը որ ինչ որ բան մի անգամից անես ու չեմ էլ ինձ թվում է չեմ դիմել ոչ միտեղ այդտենց շատ immediate մտել եմ start-up-երի մեջ բայց դա իհարկե ասում եթե հետ գնանք միգուցե այդ decision-ը չկայացնի էլի շատ ավելի հեշտ path-եր կան իմ կարծիքով սկսելու համար նշեցիր որ այդ առաջի start-up-ը դու եւս երկու համահիմնադիր են եղել 3-ով եք հիմնադրել բայց քո պատմության մեջ հետարքիր է նա որ հիմա lesson 22-ն սա քո երրորդ start-up-ն է առաջինում եղել եք 3 համահիմնադիր, երկրորդում եղել եք 2 համահիմնադիր, հիմա ստեղ սոլո հիմնադիր ես, ինչն է տարբերությունն էլի, ինչն է փոխվում, երբ որ 3 հոգով եք, 2 հոգով եք, մի հոգով ես։ Տարբերությունը շատ մեծ է, եթե ու ես բացի ես 3 start-up-ից երևի մի 20-30 start-up-ի մեջ involve եղել եմ համարյա որպես CTO շատ early stage ու այդ բախումներ շատ եմ տեսել այդ իմաստով տարբերությունը շատ մեծ է երկու ուղղություն կա մեկը որ դու եթե solo ես շատ մենակ ես supporting team չունես ոնց որ ցանկացած big decision քո վրա է կամ ցանկացած խնդիր քո մտքում է ոնց որ ամեն ինչը sense ներսում է իսկ երբ որ թիմ ունես կարաս մեկը մյուսի վրա ինչ որ բան դնի մեկը մյուսին պատասխանատու լինի հետո accountability-ի խնդիրն է կա եթե դու մենակ ես դու միշտ քեզ փորձես accountable պահել այդ մի ուղղությունն է իսկ մյուսը այդ է արդեն դրական կողմից solo founder կամ poker founding team-երում որ կոնֆլիկտների հավանականություն չկա այսինքն հիմնական իմ տեսած early stage startup-երի Даже ոչ early stage ավելի մի քիչ մեծ start-up-երի failure-ի պատճառները հենց co-founder կոնֆլիկտներն ինչ ասես տեսել եմ UK-ում կոնֆլիկտների պատճառով սկսած նույնիսկ միջև իրար ինչ որ հետապնդել մեկը փախնի Չինաստան բան այդ sense poker կոնֆլիկտներ են բայց դա ահագին խանգարում է աճին օրինակ մի տարբեր օրինակ social position-ներից են գալիս co-founder-ները տենց մի քանի case գիտեմ օրինակ մի co-founder-ը ինչ որ տարբեր living standard ունի մյուսը ուրիշ ու շատ դժվար է լինում այդ early stage-երում համ funding-ը համ salary-ները համ ամեն ինչը նույն ձևել ընդհանրապես vision-ը մտածելու ձևը լիքը հարց կա որ պետք է
իրար հետ բռնեն։ Անպայման չի նույն ձևի մարդիկ լինեն, բայց պետքա լիքը բան իրար հետ կարողանան համատեղեն, որը շատ բարդ է։ Այդ իմաստով սոլոն շատ ավելի հեշտ է, դու ինքդ ես մենակ ես, բայց իր բարդությունները իր հետ է էլի գալիս։ Իսկ եթե 2 համահիմնադիր է ու 3 համահիմնադիր է, ստեղ ինչ որ տարբերություններ կա, օրինակ եթե երկուսեք ու կոնֆլիկտ կա, ոնց որ այն երրորդ կարծիքը չկա, որը կարա կողքից նայի այդ ամեն ինչին անի, 3-ի դեպքում օրինակ առաջի հայացքից տպավորությունն է, որ այն երրորդ անձը միշտ կարող է այդ բալանսավորող դերը խաղա, ստեղ ինչ որ տարբերություններ նկատել ես քո փորձերներով 2-ի ու 3-ի մեջ։ Եթե անկեղծ իմ կարծիքով ամենաիդեալական founding team size-ը 2-ն է, 3-ը ես իմ համար բարդ է 3-ը, ես մեկն էլ է բարդ, 3-ն էլ, 2-ը ամենաիդեալականն է, բայց կախված իրավիճակներից, փորձից, այսինքն զորով չես գալի co-founder ման գալիս, ավելացնում այդ ամենավատ բանն է, որ անում ես։ Կոնկրետ իմ մոտ 3 co-founderներ, 2 co-founderներից Imperial-ից էին առաջի ստարտափում, իրանք recent grad էին, ես հələ ուսանող էի, մի քանի տարի մեծ էին, իրանք մի հատ մեծ conference էին run-անում UK-ում, ամենամեծ maths conference-ներ այն ժամանակ ուսանողների կողմից ստեղծված, դες լիքը Wolfram, բան, տենց տարբեր մարդիկ են գալի խոսում, ինչ որ տենց շախմատ են խաղում, բան, տենց ինչ որ cool բաներ, ու տեղից ծանոթացա, ես էլ արդեն ոնց որ այդ թեմանի մեջ էի, տենց սկսեցինք իր հետ աշխատել ու դա տենց շատ natural ստացվեց, էլի, այսինքն իրանք ոնց որ արդեն 2 հոգով co-founder էին, ոնց որ իրանք join եղան ինձ, այդտեղ ընտրության հարց չկար ու տենց շատ natural ստացվեց ու իրականում իմ բախտը բերել է իմ co-founder-ների հետ տենց խնդիրներ չեն եղել, շատ smooth ա եղել, ոչ մի համարյա կոնֆլիկտ չեղել, բայց նույնիսկ այդ դեպքում այդ մտածելու տարբերությունները զգացվում էր էլի ու այդտեղ եթե օրինակ fail չանենք յումաթը տենց գնար, չգիտեմ, այդտեղ լիքը հարցեր կա, որ կավա պետքա հասկանանք էլի, որովհետև երևում էր ինչ որ պահից զգում ես, որ ինչ որ մարդիկ կան շատ ուրիշ ձև են տենում աշխարհը, ընդհանրապես vision ուրիշ է, ուրիշ ձև են պատկերացնում ու կարա այդտեղ հետագայում կարող կոնֆլիկտներ լիներ շատ հնարավոր է։ Այդ իմաստով երկուսը ավելի հեշտ է, որովհետև միշտ one to one conversation-ները ավելի բաց ես կարող լինես, ավելի անկաշկան, դու կարող ես հարցերը ավելի տենց բաց դնես, քննարկեք, իրար sense deep հասկանաք, լուծեք։ Իսկ 3-ը մի քիչ կարա օրինակ դու քաշվես ինչ որ մեկից, բայց մյուսի հետ ու one to one-ներով էլ լրիվ չի լուծում, էլի հարցերը։ Այդ իմաստով ինձ թվում է երկուսը ամենաիդեալականն է, եթե ընտրություն կա էլի։ Ոնց որ երկու բան նշեցիր, ասում ես ոնց որ ամենաիդեալական, չգիտեմ, օպտիմալը 2 co-founder ունենալն է։ Հիմա բայց դու դրանից հետո ես lesson 22-ն սկսել միայնակ ու մյուս կողմից է նշեցիր, որ co-founder ոնց որ նպատակադրված ոնց որ չեն ման գալիս, ավելի շատ երևի սահուն ինքը իրան պետք է դա ստացվի, lesson 22-ն սկսելուց ոնց որ այդ հարցը դու քեզ տվել ես մինչև սկսել, ոնց որ արժի մենակով սկսեմ, թե էդ էլ ոնց որ ինքը իրան սկսել, դրա համար ես solo founder։ Հա, չէ, մտածել եմ, նույնիսկ փորձել եմ, ոնց որ մտածում եմ, օքեյ, այս պահին ոչ մի մարդ չգիտեմ, որ կարա co-founder լինի, որտեվ էդի տենց ոնց որ դի շատ վստահ լինես էլի, այդտենց գտնելով չի, բայց օքեյ, մտածի, վեր գտնեմ, travel արեցի, աղագին մարդը տեմ խոսացե, շատ խելոք, շատ top level, տարբեր մեծ կոմպանիներից, Spotify, Google, Facebook, ամեն տեղից։ Շատ խելոք մարդիկ կային, բայց զգացի, որ տենց շանս չկա էլի, որ այսինքն հավանականությունը, որ այդ founding team-ը succeed անի, շատ ռիսկը մեծ են կարճ ասած, ու չարժի այդ ռիսկը, ինչա որ դու ասենք մենակ չզգաս կամ ինչ որ այդ challenge-ները չուզես անցնես, դրա համար ոնց որ decision կայացրեցի, օքեյ, մենակ կլինեմ, բայց at least այս պահին, բայց արդեն experience-ը շատ ուրիշ էր։ Օրինակ, եթե նույնը նախորդում անեի, տենց համարյա
շանսեր հավանականությունը շատ կփոքրանա success-ի։ Հիմա experience ուրիշ է, պատկերացումներ ուրիշ են ու ստեղ արդեն ուրիշ ձև կառուցեցի թիմը։ Նախ թիմում ունեմ մարդիկ, ովքեր ըստ էության founding member-ներ են, ամենակոր մարդիկ են, իրանք շատ stock ունեն, այսինքն եթե դու solo founder ես, դու կարող ես ավելի generous լինես, շատ stock տաս մարդկանց ու բնականաբար ու տենց շատ ուժեղ founding team ունենաս, նաև advisor-ները, դա էլ է շատ կարևոր, հասկացա, որ okay, եթե մենակ ես, պետք է լիքը շատ talented, շատ ուժեղ advising team ունենաս, ովքեր ոնց որ այդ ինչ որ մի մասը կլրացնեն, էլի, այսինքն support կանեն, advising-ը hands-on advising էլի, այսինքն real շատ involved advising team, դա էլ երկրորդ բանն է, որ արեցի ու տենց հիմա շատ գոհ եմ։ Այսինքն այն որ Lesson 22-ն քո ոչ առաջին ստարտափն է ու դու տեղ կարողանում ես մենակ միայն solo հիմնադիր լինել, հենց այդ կարևոր ֆակտորն է, որ դու արդեն նախորդ փորձերից ակին մեծ փորձ ունես ու կարողանում ես այդ փորձի հիման վրա նույն օրինակ այդ պատասխանատվության կարևորությունը հասկանալը, այն խնդիրները, որ արդեն բախվել ես կամ բախվելու ես, այդ պատկերացումները ունենալը, այդ փորձը քեզ թույլ է տալի այդ անել, եթե ավելի վաղ շրջանում անեիր, շատ ավելի բարդ էր լինելու։ Շատ, փորձը շատ մեծ կապ ունի, ինձ թվում է early team-երը միշտ պիտի շատ մեծ լինեն, գոնե 2, ideally 2, բայց եթե շատ early է, այդ համացանից դուրս եկած կարա դաժե մի քիչ մեծ ավելի լավ, որտեվ այդտեղ շատ սկսնակ ես էլի, շատ քիչ բան ես հասկանում, պիտի արագ լիքը բան սովորես ու դժվար է արագ լիքը բան սովորել, երբ որ մենակ ես, համ անել, համ սովորել համարյա անհնար է։ Այդ իմաստով, օրինակ ես մի քանի օր առաջ Լոնդոնում էի, մի հատ founder-ի հետ էի խոսում, իրանք 4 հոգով են։ Իրանք շատ experienced են, տենց 20 պլյուս տարվա ամենաթոփ company-ներից, բայց still իրանք 4 հոգով են անում, որտեվ вообще չեն հասկանում, որ navigate անեն, շատ փաթը չեն տենում էլի, ոնց որ sense լիքը անոններ ունեն ու տենց այդ շատ նորմալ է ու դրա համար հա տենց ասենք եթե մենակ իրանցից մի հոգին ես վերցնեմ ասեմ ինքը կարար այդ company-ն արագ run-անի navigate անի սաղանի տենց քիչ հավանական որովհետև լիքը բաներ չգիտես ինչ անելու ամեն ինչ պիտի փորձես իսկ այդ փորձերը սա թանկ անստում էլի ու պլյուս raise անելն էլ է դժվար երբ որ փորձ չունես երբ որ առաջինն է ու մանավանդ solo ես ոնց որ բարդ է սկսել բայց լիքը solo founder-ներ գիտեմ հենց առաջի company-ին bootstrap եղած շատ մեծ առանց raise անելու կամ raise արած այսինքն տենց rule չկա էլի ուղղակի ոնց որ ռիսկերի, շանսերի գնահատումը մի քիչ կպատմես թե ինչով է զբաղվում Lesson 22, ինչ խնդիր ընդհանրապես լուծում Lesson 22-ն։ Մենք ըստ էության ստեղծում ենք տեքստից վիդեո սարքելու տեխնոլոգիա, որը creator-ներին creator ասելով նկատի ունեն մարդկանց, ովքեր վիդեոն օգտագործում են ուրիշների համար, ոչ թե իրանց use-ի համար ու բիզնեսներին, որոնք creator են ստեղծան, բայց ավելի մեծ մասշտաբների ու կարող multiple use case-երով իրանց համար այդ տեխնոլոգիան ենք սարքում, որ իրանք կարողանան իրանց content-ը, տեքստային կամ audio content-ը ավելի հասանելի սարքեն, արդեն վիդեո տարբերակով ունենա շատ մատչելի, արագ scalable ձևով։ Իսկ ստեղ ավելի տես կարճ վիդեոների մասն է խոսքը, թե չգիտեմ, կես ժամ։ Կարճից մինչև շատ երկար, ինչքան զարգացնում ենք տեխնոլոգիին, այնքան շատ ավելի երկար վիդեոներ ենք կարողանալու սարքենք ու շատ ավելի, որոնք engaging են մնալու էլի։ Այսինքն, ստեղ հարցն է, հիմա էլ ենք կարող մի ժամանակ սարքենք, բայց արդյոք այդ engaging enough է, ինչքան զարգացնում ենք, այնքան ավելի կարողանում ենք երկար շատ էֆեկտիվ վիդեոներ ստանանք։ Ու այդ սա AI-ով, այսինքն one click էլի ու պլյուս հետագայում նաև շատ smart editing ենք ունենալու ասենք voice-ով կամ prompt-երով կարող ես արագ վիդեոն
վերջնական, ասենք inaccuracy-ները fix-ես կամ ինչ-որ minor Իսկ ցեղ այդ ընկերությունների ինչ մասնագիտության տեր մարդիկ են, որ պետք է այս գործիքից օգտվեն, որ իրանց գործը ավելի արդյունավետ դառնա։ Հիմա հենց այդ ենք փորձում հասկանանք, այսինքն սկզբնական հետաքրությունը շատ մեծ է ու շատ լայն, ունենք հետաքրություն սկսած գրողներից, writer-ներից, blogger-ներ եւ այլն, միջև ասենք կամպանիայի դոկումենտացիաներ, PRD եւ այլն, այսինքն internal communication, միջև ինչ որ training-ներ, coaching եւ այլն, որ ու գնում է միջև publisher-ներ արդեն ու մեդիա կամպանիաներ, այս բան սկսած BBC-ից ու մեծ publisher-ներից միջև ամենափոքր creator-ը խոսում ենք ու փորձում ենք բնականաբար ոնց որ չի լինում ամբողջի վրա ֆոկուս լինել միանգամից, բայց փորձում ենք հասկանանք, որ ուղղություններով ավելի ֆոկուս լինենք, ավելի շատ ժամանակ ծախսենք, հետո նոր որ expand լինենք, բայց ինքը շուկան ահռելի մեծ է ու մենք պատկերացնենք, որ այդ մենք այդ ցանկացած կոնտենտ, որ կա աշխարհում, կարա վիզուալիզացվի շատ արագ ու շատ էֆեկտիվ ձևով։ Էֆեկտիվ ասելով նկատի ունեմ ինքը մենք ամբողջ ֆոկուսը դնում ենք հասկանալու վրա, ոչ թե fancy լինի վիդեոն, ինչ որ cool բան նայես, ասես, այս ինչ հետաքրքիր է կամ բան, այլ ոչ թե marketing purpose ունի, ճիշտ է marketing-ը ամերիկան օգտագործեն, բայց purpose-ն է, որ դու կարողանաս կոմպլեքս գաղափարները, իդեաները ու ոչ միայն կոմպլեքս, կարողանաս հեշտ easy to follow ձևով ներկայացնես վիդեոյի տեսքով։ Ու մենք այդ դրա հենց research-ն ենք անում, այսինքն այդտեղ համ visual learning կա, visual communication կա, storytelling կա, design, motion design ու entire creativity, այսինքն շատ creative space-ում ենք։ Սենց ինքը բավականին նորարարական տեխնոլոգիաներ է, որը հիմա էլ շարունակում են, չգիտեմ, ամեն շաբաթվա կամ ամսվա ընթացքում տեսնում ենք, թե ինչպես փոփոխություններ են լինում։ Ստեղ ոնց եք ձևավորել թիմը, որտեղ է թիմը, ինչ տիպի մասնագետներից է բաղկացած։ Շատ փոքր է թիմը, ու intentionally փոքր է, այդ e-learning-ներից մեկն է նախորդ ստարտափերի, որ թիմերը պահել շատ լին մանավանդ այս LLM-ների այս գալուց հետո շուկա մտնելուց ոնց որ հասկացանք, որ ամենաէֆեկտիվ ձևը ունենալ ամենաթոփ talent-ներին, պահել փոքր թիմը, շատ փոքր, չունենալ ոչ մի այդ ստանդարտ ջիրաները, ստանդարտ այդ product management-ի tool-երը, ինչ որ middleman-ներ, ոչ մի բան ու ոնց որ շատ փոքր talent-ի թիմով փորձել շատ մեծ revolutionary բաներ սարքել, ճիշտ է, փոքր թիմը չի կարա միանգամից end result-ը, այսինքն այդքան մեծ բան ստանա, որ փոխի շուկան, բայց կարա դրա ինչ որ version ստանա, որ ինչ որ մարդկանց համար արդեն դա փոխի ու դրա հիման վրա ոնց որ արագ աճի այդ scale անի էլի technology-ն, այս ու համը տենա ոնց է scale անել։ Այդ իմաստով թիմը փոքր է, տարբեր երկրներում են, Հայաստանում թիմ ունենք, Նիդերլանդներում, Գերմանիայում, Ավստրալիայում, տենց բայց նայած ոչ full time էլի բոլորը, full time 3 full time մնացածը տենց part time կամ advising ու ինչ որ plus ինչ որ գործ տենց Իսկ հիմա ոնց որ մի կողմից նշում ես, որ այդ ստանդարտ project management-ի գործիքներով ոնց որ ուզում եք ձեր ժամանակը չծախսեք դրանց վրա, կենտրոնանաք հենց product-ը ստեղծելու վրա, մյուս կողմից հենց distribute-ից ոնց որ բաշխված թիմ ունեք ամբողջ աշխարհով, ոնց կարելի է productive մնալ, ոնց որ ոչ այն tool-երից օգտվելով, բայց նաև իրար կողք նստած չլինելով, ոնց համագործակցել եք։ Այդ լավ հարց է, դա ես ընդհանրապես ինձ սկսել եմ աշխատել remote first ենք եղել before covid այնպես չի covid-ի պատճառով, այսինքն հնարավորություն կար remote չլինել, բայց remote first ենք հիմնականում ու դրան շատ սովոր եմ եղել
ու ինձ թվում էր դա future-ը, հետո COVID եղավ, вообще մտածի ոնց որ իմ բան չփոխվեց ու մտածի, այսի հաստատ future-ն է եւ այլն, բայց հետո Մելինի ժամանակ ես այն ժամանակ հիմնականում Լոնդոնում էի, հետո եկա Երևանում էի հիմնականում լինում, թիմը շատ ահագին մեծ էր ու սաղ ստեղին, այդ ժամանակ հասկացա, որ in person-ը շատ ավելի էֆեկտիվ է, իրական սխալ էր էլի, որ remote-ով կարաս տենց ու հասկացա, որ in person-ի կարևորությունը մեծ է, այնպես չի ամեն օր պետք է մարդուն տենաս, դրա կարիքը չկա, բայց շատ շուտ տենալ, ինչ որ աշխատել, մանավանդ ինչ որ կոմպլեքս բանի վրա մտածել, դա ահագին օգնում, ասենք դու կարող մեկի հետ խոսում ես, այնպես տենց ականջի պոչով լսում ես ինչ որ բան ու ինչ որ իդեա է ասում ու տենց ահագին բան փոխվում, այսինքն եթե շատ խելոք մարդկանցով եք ու մի տեղում հիմնական էֆեկտը շատ ավելի մեծ այդ իմաստով հաստատ in person-ը ավելի ճիշտ է, բայց ու մենք այդտենց անելու ենք հիմա remote ենք սկսել, որովհետև ուղղակի թիմը այդպես է ու հնարավորություն չկա բոլորին միտեղ բերել, որովհետև թանկ է ու պետք է լիքը բան փոխվի կյանքում, բայց պլաններում արդեն կա, այսինքն հենց մյուս ռաունդը անենք, հավանաբար ոնց որ ֆոկուս են կրնելու մի location-ում հիմնական core team-ը, բայց էլի open է, էլի, այսինքն բարձր դրսից էլ հիմա ես ընկերներ ունեմ, մեծ կոմպանիներ ունեն, որոնք լրիվ remote են, այսինքն ու շատ talented են, շատ արագ են առաջ գնում, այդ իմաստով տենց բան չկա, բայց ես նախընտրում եմ, որ այն շատ core team-ը մի տեղում իրար հետ լինի այդ իմաստով հաստատ, բայց էդի չի նշանակում, որ պետք է մի հատ շատ talented մարդ չվերցնես, ինչա ինքը հեռու է, էլի, այդ իմաստով այս պահին շատ բաց ենք, այսինքն կարևորը talent-ն է, եթե տեսնում ես այս մարդը 100x շատ գիտի այս ուղղությամբ քան դու ու դու իրան չվերցնես, ասես չէ, ես ուզում եմ, չեմ, Germany-ում մենակ լինի կամ UK-ում կամ Երևանում դա մի քիչ ինձ թվում է լիմիտ անում, տես կոմպանիներ գիտեմ, ինձ թվում է իմաստ չունի էլի այս stage-երում, բայց մի լուծում է կա դրան, մարդիկ off-site-ներ են անում, օրինակ մենք Մելինում գնում ենք Աթենք, սաղ թիմով, դու ոչ բոլորն են էլի Երևանում, հավաքվում ենք Աթենքում, այնտեղ ոնց որ մի քանի օր իրար հետ կարճ, ասենք մի 3-4 օր իրար հետ ենք անցկացնում, անցած ինչ որ աներ ու պլյուս ես ու իմ co-founder-ը շուտ ենք հանդիպում այդքանով լուծվում էր տենց որ ասեմ մեծ խնդիր կար իրականում չէ որոշեցինք ամենափոխենք հիմնական story-ն իհարկե մենք մեծ story ենք գրելու ինչի է դա լինում բայց հիմնական story-ն է նա որ մենք ոնց որ սկսեցինք կրթական շատ ֆոկուսով ու մասնավորապես geometry-ից ենք սկսել փորձում ենք geometry lesson-ներ ստանալ լրիվ automated ձևով ու տենց ինչ որ direction տեսանք excited դառանք ու այդ ժամանակ անունը որոշվեց որ ոնց որ մենք ուզում ենք այդ կրթական instructional վիդեոները automate անենք ու AI-ով ստանանք բայց հետո որ մտանք շուկա ու սկսեցինք արդեն real business անել խոսալ հասկացանք որ ինքը կրթությունը ոնց որ ավելի շատ subset է ոնց որ կրթությունը knowledge-ից է ձևավորվում իսկ մենք ոնց որ ավելի շատ ինֆորմացիայի շուրջ ենք այս մեր տեխնոլոգիան սարքում ինքը շատ ավելի լայն է դու էլի ֆոկուս ես դնում մարդու հասկանալու accessibility follow անելու վրա բայց անպայման չի ինքը շատ կրթական լինի իսկ lesson-ը ինքը որ շատ եմ խոսում client-ների հետ, investor-ների, զգում եմ, որ confusion-ը առաջանում, հենց դեմքերը observe եմ անում, տենում եմ մարդու դեմքը, sense confusion-ի մեջ է հայտնվում մի քանի վայրկյան, միջև բացատրում եմ, տենց հասկացանք, որ okay, maybe լավ է շուտ փոխել ոնց որ այդ confusion-ը չունենալ, թե չէ բոլորս շատ ենք սիրում ես անուն ու շատ դժվար է։ Տենց թիմին ես ուղղակի տենց ասել եմ, որ զուտ շատ confusing է, եկեք համաձայնվենք ոնց որ sacrifice անենք այս անունը ու տենց թիմը համաձայնվել է հիմա փոխում ենք հակոստների հետ ինչ եք անելու
Չես մի հատնա, ես մի հատիկ ունեմ։ Գիտե մտածում եմ որ կարող փոխեմ։ Դրա համար այդ զգացողությունը կամաց շատանում էր էլի, ինչքան confusion էի տենում, այնքան զգում էի որ չէ, ոնց որ պետքա այդ decision-ը կայացնել։ Ու ընդհանրապես learning-ներից մեկը այնա որ պետքա եթե ինչ-որ բան զգում ես որ նո էսի poker case-ա, այտենց շատ անունային շատ մեծ տեղ չեմ տալի, բայց առհասարակ եթե ինչ-որ բան վատ է գնում, պետքա կարողանալ արագ decision կայացնել ու փոխել, որը ոնց որ early երբ որ նոր ես, այդ շատ բաներ ձգձգում ես։ Նույն ձև pivot-ներ օրինակ, եթե կամպանիայի եթե զգում ես որ direction-ը վատ է, շատ շատերը ու ես նույնպես մենք այդ դրա համար ենք fail-երել նախկինում ոնց որ փորձում ենք ինկրեմենտալ փոփոխություններով փորձենք ինչ որ դզմզենք տենանք ոնց որ ճիշտ direction-ի դնենք բայց շատ հաճախ ոչ թե խնդիրը այնա որ դու ինչ որ պիտի ինկրեմենտալ լիքը բան անես կողքից փորձես դզես այլ պիտի ուղղակի լրիվ փոխես ու այդ լրիվ փոխելու decision making-ը շատ բարդ բան է եթե փորձ չունես վախենում ես տենց մկովը դաժե չի անցնում շատ հաճախ տենց չես մտածում որ կարաս օրինակ հիմա text video սարքում օրինակ 3 ամսից text-ը audio դառնաս ենթադրենք ու վաշը մտքով չի անցնելու որովհետև դրանից է սկսել եւ այլն բայց շատ հաճախ այդ դրա կարիքը լինում է մենք մելնում այդպես մեծ pivot արեցինք բայց ուշացրեցինք այդ պահը անելու ու դրա պատճառով քիչ ժամանակ ունեցանք ոնց որ արդյունք ունենալու ու տենց չհասցրեցինք բայց այդ պահը շատ կարևոր է ու եթե մեր լսողների մեջ ստարտափ անուններ կան ու զգում են որ direction-ը սխալ է այդ զգացողությունը դու ունենում ես էլի ուղղակի քեզ ոնց որ ներսից համոզում ես որ չէ все-таки այս մեծ զգացողություն հենց այդ էի ուզում հարցնել դա ինչ որ էմոցիոնալ բան պետք է լինի թե օրինակ ինչ որ մետրիկաներ կա ինչ որ պրոգրեսի աստիճան կա, որ դրանցով կարելի է ինքդ քո մտքերը, այդ զգացողությունները վալիդացնել, մինչև այդ որոշում կայացնել։ Դա early stage-երում sense բան կա, չէ, art or math, early stage-երում ինձ թվում է art-ը շատ է, math-ը քիչ է, դու տենց հա, էլի ինչ որ չափով մետրիկա, եթե դու user interview ես անում, ինչ որտեղ մետրիկա է, user-ը ասում օրինակ զգում ես որ վատ է կամ վատ feedback-ը գալի կամ եւ այլն կամ տենում ես որ result չկա մետրիկները չեն գալիս բայց շատ հաճախ կարող result չլինի բայց դու զգաս որ ճիշտ direction-ում ես օրինակ կա մեր վիդեոները այս պահին չեն կարողանում ինչ որ X publisher-ների ծախել բայց այդ այն չի որ մենք մեր direction-ը սխալ է դա նա որ մեր վիդեոն հələ մի level պիտի բարձրացնենք նոր այդ publisher-ը դիլանենք ենթադրենք էլի այդ իմաստով դու չափ հարաբերական պետք է բալանսավորել լիքը պարամետրեր կան ոնց navigate անես որ fail չնես էլի այդ ընթացքում միջև փաթը բայց կա որ ուղղակի զգում ես որ direction-ն է սխալ այսինքն դա ոչ միտեղ չի տանելու այդ զգացողությունը սկսում է գալ դու ինչ որ տարբեր data point-ներից տարբեր ինչ որ էմոցիոնալ ու ոչ էմոցիոնալ ինչ որ տարբեր conversation-ներից ու քո մեջ էլ է սկսում այդ ոնց որ կուտակել ոնց որ սխալ է պետք է բան փոխել դա չի գնում դա դժվար է բացատրել էլի նես չի չափելի է կարելի ասել եթե էսի զգաս ուրեմն տենց է ոնց որ այդ իմաստով չգիտեմ այդ տիպ ուղղակի ասում եթե զգում ես ինչ որ բան սխալ է հավանաբար սխալ է եթե տենց շատ վստահ ես տենց all-in ես եւ այլն հա cool բայց եթե դու այդ զգացողությունը սկսում ես ու քեզ չես խափում ուրեմն հավանաբար մի հատ stop տաս step back անես այդ էլ կա ասենք եթե թիմը մեծ է լինում սկզբում հենց ամենասկզբից էլի, ասենք չեմ 10-15-20 հոգանոց թիմ ես ունենում, շատ ես ռեյզանում, ոնց որ թվում է թե պետք է անդադ բիլդ անես։ Մենք այդ trap-ի մեջ ենք ընկել, ու քանի որ կարող է շատ բան բիլդ անես, այտենց անդադ ամեն ամիս 10 հատ բան ես բիլդ անում, շիփանում ու քեզ թվում է դա progress էլի, դու պետք է անդադ անես ու տենաս որը կաշխատի ու տենց անդադ ինչ որ բան ես փորձում, այս կողմ ես գնում, այն կողմ ես գնում
բայց այդտեղ ու ցանկացած պահի, ասենք որ stop տաս, կասեմ, խեմ stop տա, դիելի բիլդ անենք, ոնց որ ստացվում է գումար էս կորցնում, ահագին բանը, monthly cost ունես եւ այլն, ու տես շատ դժվար է մի հատ ասել, okay, stop, մի հատ եկեք, մի շաբաթ կամ երկու շաբաթ մի հատ մտածենք, մի հատ հասկանանք ինչ ենք անում, ասենք կա անիմաստ ուղակի, չգիտեմ, 10,000-ներ, 100,000-ներ ենք ծախսում, ինչ որ feature-ներ ենք build անում, որը ոչ միտը մեզ չի տանում ու մի հատ evaluate անենք ու նոր direction կա պետք է վերցնել կամ վաշը պետք է ուրիշ բան անել, այդի շատ դժվար անել, այդի մենք շատ ուշ եկանք էլի դրան, մենք կարող մի 5-6 ամիս այդի չարեցինք ու հետո որ ուշ բայց այդ ով պետք է անի էլի, եթե վերցնենք այդ քո օրինակը, որ 10 կամ 20 հոգանոց արդեն թիմ կա, այս բոլորից է ակնկալում, որ ինչ-որ մի պա, մի շաբաթով բոլորը դադարեն իրանց առօրյա բիլդ անելու ընթացքը ու բոլորը մտածեն, թե օրինակ, չգիտեմ, co-founder-ները պետք է մտածեն, չգիտեմ, PM-ները պետք է մտածեն։ Դա բնականաբար founding team-երն են direction-ը տալիս, բայց այդին հենց է, երբ որ դու ինչ-որ բանի մեջ ես մտնում, դու տենց պետք է ամբողջությամբ այդ դրա մեջ լինես, էլի, այսինքն դու պլանավորում ես ինչ-որ բանի development-ը, դու user interview ես անում, դու խոսում ես, դու ինչ-որ տարբեր տեղից feedback point-ներ ես վերցնում, դու թիմի հետ ես բանան, որ հասցնեք deadline-ին, campaign ես պատրաստում, ու այդ սա ոնց որ քեզ ոնց որ կորցնում է, ոնց որ դու ուրիշ աշխարհի մեջ ես մտնում, ոնց որ գլորվելով գնում ես, ոնց որ ասի, ասենք այն սկզբի օրինակով, որ ուսանողները դպրոցից ասենց համալսարանով աշխատելով միջև թոշակի գնալը հիմնականում UK-ում ասենց ավտոմատացված process-ի տակ է ու իրանք չեն հասցնում մտածեն, okay, կա ես вообще օրինակ ուզում եմ content սարքեմ կամ չգիտեմ, вообще ինչ որ մտքով չի անցնում, էլի, որովհետև ինքս ձնագնդի նման շատ արագ ամեն ինչ տեղ ունեն, նույն ձև է ստեղ դու ոնց որ ունես այսքան runway, այսքան գումար, այսքան team ու այսքան ժամանակ, որ ինչ որ մի բան անես ու դու չես մտածում արագ build ես անում, ես փորձում են, ես փորձում չիլնում են, ես փորձում ու տենց ինչ որ բաներ քեզ խափում են, ասենք ինչ որ լավ point-ներ են գալիս, ասում ես, բռնվում ես այդ 2 փոքր 3 փոքր բանից, քեզ թվում է, ահա ոնց որ կգնա, բայց մի հատ որ stop տաս, մի հատ real գնահատես իրավիճակը կարող է բարձի, որ պետք է շատ բան փոխեց, էլի։ Արի մի քիչ խոսենք այդ նախորդ փորձերից ստարտափերը fail անելուց, մի քանի անգամ արդեն նշեցիր այդ նախորդ ստարտափի Melanie անունը, Հիմա ոնց որ հարցը հետևյալն է, ոնց կարելի է ստարտափ fail անել ու դրանից հետո չհանձնվել ու նոր սկսել։ Դա ինձ թվում է mindset-ի հարց է, ոնց որ եթե դու արդեն fail ես արել, հավանականություն է, որ մի հատ ուրիշ բան succeed կանես շատ ավելի մեծ է։ Այսինքն այդտեղ ոչ թե չհանձնվելու հարցն է, այլ դա դու պետք է ուղղակի գիտակցես, որ okay, ես ասենք մի 100 անգամ ավելի շատ բան եմ հասկանում, շատ ավելի եմ պատկերացնում գոնե սկզբի stage-երը էլի, parza հետոն էլի անհայտ է, եթե չես հասել, բայց գոնե սկզբի stage-ը շատ ավելի լավ ես հասկանում, ոնց ամեն ինչ մենեջանը ես, ոնց product-ը build-ած, երբ քեզ top 10 իմ ասած օրինակով, երբ all-in ունես ու շատ մարդ ես ճանաչում, շատ talent-ների, դա էլ է շատ օգնում, որովհետև երբ որ ես նախ շատ քիչ talent գիտես Դաժե եթե շատ լավ տեղում ես աշխատել, հիմնականում դժվար, ինչ որ մարդիկ գիտեմ, իրանց 5 company-ից շատ լավ մարդիկ են վերցրել, բայց դժվար է։ Իսկ sense դու լիքը talent գիտես, հիմա իմ մոտակա ինչ որ ահագին ժամանակը հիմնական ուղղություններով արդեն գիտեմ ում եմ ուզում հայրանեմ։ Իսկ որտեղից գիտես այս մարդկանց, եթե քո նախորդ տարիների ընթացքում հանդիպել ես, այսինքն երբ որ դու սկսում ես Երբ որ դու ինչ-որ քո պրոյեկտն ես անում ու սկսում ես ակտիվ շփվել, այդտեղ շատ տարբեր է այդ կյանքը ու ինչ-որ որ դու աշխատում ես։ Երբ որ դու աշխատում ես, հիմնականում շատ limited ես, ամեն ձևով ես limited, նայած որ դες աշխատում, բայց շատ հաճախ հենց legally ես limited, շատ շփվես, ինչ-որ ուրիշ, ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ փորձես, sense դու
շատ լայն է, ամեն օր ինչ որ շատ հետաքրքիր մարդ է ստենում, շատ տարբեր, ու այդի համել location-ը լա կարևոր էլի, ինձ չի Հայաստանում շատ տենց շատ երկար մնաս ու տենց խոսաս, շատ լիքը հետաքրքիր մարդ է ստենալու, պետք է ոնց որ շատ տարբեր միջավայրների մգնել, կոնկրետ Լոնդոնը այդ իմաստով շատ հարմար է, այնտեղ շատ multinational է, լիքը տարբեր ահավոր հետաքրքիր, շատ unique, շատ weird մարդիկ կան ու դու տենց ինչ-որ շատ տաղանների մտքումդ պահում ես։ Ժամանակը արագ անցավ ու վերջին հարցը, որն է հաջողության գաղտնիքը։ Այդ չգիտեմ, որտեվ հաջողություն չեմ ունեցել դեռ։ Շնորհակալություն հավերացնելու համար։ Շնորհակալ եմ հավերելու համար։